Борелюсь уже закончился. Барьер наступил. А Барьер-река ждет нас. Ամեն։ Итак, вся наша жизнь не успеет только начаться, как уже причал. Այդպես էլ մեր կյանքն է, լադեր չսկսած, արդեն վերջանում է։ Ոնց որ օրը։ И нам надо успеть приготовиться. Եվ մենք պետք է պատրաստվենք, որ դիմավորենք։ Но эту работу может сделать только Господь. Բայց այդ պատրաստվելու աշխատանքը միայն կարող է անել Աստված։ Я хочу один пример рассказать. Ես ուզում եմ մի օրինակ պատմել։ Однажды сестра приходит к служителю Մի անգամ քույրիկը գալիս է ծառայողի մոտ, и говорит: мой муж пьет, что делать? ասում է իմ ամուսինը ալկոգոլ է օգտագործում, ինչ անեմ։ Он говорит: ты хоть раз в жизни поступала с ним по-христиански? Եվ եղբայրը քույրիկին ասում է, դու կյանքիդ մեջ թեգուս գոնյա մի անգամ քրիստոնյա վայել վարվել ես իր հետ։ Она задумалась. Նա մտածում էր, Она всегда брала большую, тяжелую старую Библию. ինքը միշտ այդ մեծ հին ծանր աստվածաշունչներ վերցնում իր ձեռքին, Пока муж пьяный, она вразумляла его и Библией, и ругалась. եւ մարդը որ հարբած էր եղել, վերցնում էր նրան, խելք էր խրատ տալիս, անպատվում էր, Думает, что поможет. մտածում էր, որ կօգնի։ И она первый раз в жизни решила прислушаться к служителю. Եվ այդ քույրիկը կյանքում առաջի անգամ որոշում է սպասավորին հովին լսի։ Муж приходит пьяный. Մարդը հարբած տուն է գալիս, Кстати, он пил только из-за того, что она себе не могла с ним вести. որովհետեւ մարդն է խմող այլ է, որովհետեւ կնոջը չի կարեցել ապրի, յոլա գնա։ Она первый раз в жизни ему ни слова не сказала. Առաջի անգամ կինը մարդին մի բառ չի ասում, երբ որ խմած տուն է գալի։ Она его раздела, уложила спать. Կինը մարդու շորերը հանում է, տեղաշորում պարկասնում է քնի։ Второй день то же самое. Երկրորդ օրը նույնպես նույն ձևավարվեմ, Наступило воскресенье. Կիրակի օրը գալիս արդեն, Она говорит: дорогой, я тебе накрыла на стол. կինը մարդին ասում է, թանկագին, ես քեզ համար սեղան եմ պատրաստել, Ты отдыхай, смотри телевизор. դու հանգստացի հեռուստացույց նայի, հացկեր, Я пойду на собрание. ես պետք է գնամ հավաքույթի։ Он вскакивает и говорит: я с тобой. Մարդը ասում է, չէ, ես էլ եմ քո հետ գալիս։ Она напугалась. Կինը վախում է։ Они пришли в собрание. Նրանք մամուսնու հետ գնում են Муж պաշտամունքի, встал у стенки при входе. մարդը դրան մոտ, պատի մոտ կանգնում է, А жена прошла с подружками, села спереди. եւ կինը ընկերուհիների հետ առաջ է գալիս եւ արջև նստում, Проповедовал служитель. քարոզիչը քարոզում էր, Позвал к покаянию, кто хочет. հրավիրում է ովքեր ուզում են, որ արջև գան ապաշխարության, Муж оттолкнулся от стенки, проходит к жене. մարդը այդ պատից հեռանալով գալիս մոտենում է կնոջը, Говорит: пойдем каяться. կնոջն ասում արի գնանք ապաշխարենք։ Подружки говорят: она давно верующая. Ընկերուհիները իր այդ քուրիկի ամուսնուն ասում են, նա շուտվանից հավատացյալ է։ Какой давно? Только 3 дня назад. Մարդը ասում է, ի՞նչն է շուտվանից, ընդամենը 3 օր է, որ ես կինը ապաշխարում է։ Смешной, но правда. Ծիծաղելա, բայց իրականությունն է։ Правда, она всегда смешная. Ճշմարտությունը միշտ էլ ասма ծիծաղելիալ է։ Миллионы людей свою жизнь видят и ищут правды и справедливости. Միլիոնավոր մարդիկ իրանց կյանքի մեջ փնտրում են ճշմարտություն եւ արդարություն։ Даже если ты в церкви. Եթե նույնիսկ եկեղեցու մեջ ես, Остановись. կանգնիր։ Иисус дал возможность выше взять. Հիսուսը հնարավորություն է տվել ավելի բարձր վերցնենք։ Он говорит: познайте истину, и истина вас сделает Մասմա свободными. ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ ազատ կանի։ Что такое истина? Ինչ է նշանակում ճշմարտություն։ Твой внутренний мир выше материального. Քո ներքնաշխարհը բարձր է մարմնավոր մատերիալն այս աշխարհից, И ты նյութական։ сегодня должен, имея свободу, управлять материальным. Դու պետք է ունենաս ազատություն, որ քո ներսով կարողանաս ղեկավարես այս նյութական աշխարհը։ Надо бояться, когда материальное тебя имеет. Մենք պետք է վախենանք, երբ որ դա կորցնում ենք։ Иисус был на земле, Հիսուսը երկրի վրա էր, Он не нашел ни правды, ни справедливости. նա երկրի վրա ոչ արդարություն, ոչ ճշմարտություն չգտավ։ Она относительная. Նա հարաբերական է։ Я хотел бы обратить внимание, Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք книга Исаии, 57 глава, Եսայի գրքի 57-րդ գլուխ, 15 стих, 2 часть. 15-րդ գլխի երկրորդ մասը։ Я живу, там начинается, прочитай. Եսայի 57, 57 15. 15-րդ Եսայի
57-րդ գլխի 15 խոսքի երկրորդ մասից ես բնակվում եմ բարձերում եւ սուրբ տեղը, բայց դնում եմ կոտրած եւ խոնար հոգի ունեցողի հետ, որ խոնարների հոգին կենթանացնեմ եւ կենթանացնեմ սրտով կոտրածներին։ Которват с Гоги. Կոտրված հոգի։ Ты на русский должен переводить. Հա, сломанный душа, сокрушенный душа։ Сокрушенный человек – это другое мышление. Կոտրված մարդը դա ուրիշ մտածելակերպ է։ Надломленный дух Կոտրված հոգին, – это измененное мышление от мирского в духовное. որը որ աշխարհիկ մտածելակերպից փոխվել դարել է հոգևոր։ Несокрушенный дух, Առանց կոտրված հոգին, անկոտրուն հոգին, он будет ходить в церковь, նա կարող է եկեղեցի գալ, но он будет поклоняться своему мышлению из прошлой жизни. նա եկեղեցի գալով միայն կխոնարհվի իր հին մտածելակերպի վրա, իր մտքերի վրա։ На кого Бог презрит? Աստված ում է նայում։ Не на богатого, Հարուստին չի нայում Աստված։ не на видного, Երևացողին չի նայում не Աստված։ самого разумного. Ամենախելացին չի նայում Աստված։ Здесь сказано, что Бог презрит на смиренного и сокрушенного. Այստեղ ասում է, որ Աստված բարձրում է եւ տեսնում է կոտրած ու խոնար հոգի ունեցողին։ Отцовское, материнское сердце для меня самое дорогое. Հայրական եւ մայրական սիրտը ինձ համար ամենաթանկն է։ И я здесь первый раз. Ես այստեղ ձեր մոտ առաջի անգամ եմ։ Я несколько размышлений скажу для знакомства. Ես մի քանի մտքեր կասեմ ծանոթանալու համար։ Первый раз с Иисусом я имел встречу в 69 году. Առաջի անգամ Տեր Հիսուսին ես հանդիպեցի 1969 թվականին։ У меня на глазах скончалась мать от приступа сердца. Իմ աչքի առաջին մայրս մահացավ սրտի կաթվածից։ Я ребенком перешел в другую комнату и стал кричать в небо. Ես երեխայի անցա եմ մի սենյակ ու սկսեցի աղաղակել։ И я просил, чтобы Бог вернул мне мать. Ես սկսեցի աղաղակել երկնքին, որ Աստված իմ մորը կենթանացնի, վերադարձնի ինձ։ Она очень много с детства доброго с Библии вкладывала в меня. Նա շատ դեր մանկությունից Աստվածաշնչից ինձ խոսքեր է իմ մեջ դրել, Но случилась беда. բայց դժբախտություն պատահեց։ И я кричал и сказал: Господь, верни мне мать. Ես գոռում էի ու ճղում էի Աստված իմ վերադարձու ինձ իմ մորը։ Я сокрушался. Ես կոտրվել էի։ И Господь пришел и вернул мне мать к жизни. Եվ Աստված եկավ ու իմ մորը կյանք տվեց։ Слава Богу։ Господу. Слава Богу։ Она прожила еще много лет, и она выпросила меня у Бога, чтобы я служил Господу. Եվ դրանից հետո իմ մերը շատ երկար տարիներ ապրեց եւ անդադ Տիրոջից խնդրում էր, որ ես Տիրոջ ծառայեի։ В очень юном возрасте я смотрел на себя, как и многие из вас, когда был такой возраст. Երիտասարդ տարիներին ես ինքս ինձ էի նայում, ոնց որ ձեզանից շատերը ես տեսնում եմ ինձ։ Я понимал, что я хороший эгоист, и со мной можно договориться. Ես մտածում եմ, որ ես շատ լավ էգոիստ եմ եւ իմ հետ կարող են պայմանավորվել, խոսալ։ Но я не понимал, как работает эгоизм на самом деле. Բայց ես իրականության մեջ չէի հասկանում, թե էգոիզմը ինչպես է աշխատում մեր մեջ։ Бог мне дал жену эгоистку. Աստված ինձ կին տվեց էգոիստ կնիկ։ И только тогда я понял, что такое настоящий эгоизм. Եվ այդ ժամանակ ես հասկացա ինչ արժանակով իսկական էգոիստ։ Խարտոց, это мы говорим խարտոց, чтобы тачить. Не понял. Тач, напильник это, чтобы тачить. Аминь. Ամեն։ Это еще не все. Да, դեռ վերջ չի։ Господь нам дал 6 сыновей эгоистов. Աստված ինձ 6 տղա տվեց, 6-ն էլ էգոիստ, Болгарка заработала. բալգարկենսից աշխատել է, Нашего эгоизма стало намного меньше. եւ ցած կնոջս էգոիզմը ցած քիչանալ, Но мы на этом не остановились. У нас родилось 5 дочерей. դրանից հետո էլ 5 հատ աղջիկ ծնվեց, հետո լավ 11 էգոիստ կեք, От нашего эгоизма почти ничего не осталось. մեր բարձունց էլ համարյա բան չմնաց մեր էգոիզմից։ Не бойтесь, молодежь, рождать детей. Երիտասարդներ, մեկ վախենա երեխեք ունենալուց։ Даже сейчас маленькие внуки, 9, правда. Но они тоже пилят, точат. 9 հատ
9 հատ թորնիկ ունեմ, փոքր են նրանք, բայց նրանք էլ են մեզ տաշեմ, հղկեմ։ Слава Богу. Փարտիրոջը, слава Богу։ Это я немножко о себе. Ես այն մասին ասեցի մի քիչ։ Но все наше семейство, все в церкви. Բայց իմ բոլոր ընտանիքը, բոլորը եկեղեցու մեջ են։ Это не моя заслуга. Դա իմ արժանապատվությունը չի, իմ արժանիքը չի։ Это реальная благодать Господа. Դա Աստծո բացառիկ շնորհն է, ամեն։ Хорошо, отдохнули. Հանգստացանք։ Я хотел бы поговорить о очень важном размышлении. Ես ուզում եմ շատ կարևոր խորհրդի վրա խոսեմ։ Я хочу говорить о предании. Ես ուզում եմ խոսել պրիդանի։ Հայրեն ոնց է Я այդ знал, что բառը։ тебе надо, чтобы зал помог. Դա, պրիդանին օժիտ էլի որ տալիս են։ Законы, правила, предания. Ժառանգություն, հա։ О, все, выучил? Научи, да, Не все. забывай. Не забывай, պրիդանին ժառանգություն։ Героями преданий были правители в каждом государстве. Ամեն պետության մեջ եղել են ղեկավարներ, ժառանգորդներ, ժառանգություն ստացածներ։ Эти люди оказывали огромное влияние на нацию и на народы. Այդ ժողովուրդները մեծ ասենք ժողովուրդների վրա, ազգերի вրա մեծ влияние, այսինքն ազդեցություն են ունեցել։ Я уже постарел, так что молодой нету Артур Стехчи вот перевод дали. Уже молодые хорошо переводит, я плохо мне ничего. Ты не волнуйся. Но ложь состоит в том, Բայց միտքը կայանում է նրանում, что мы нашим преданием որ մենք մեր ժառանգությանը устраняем заповедь Божию. Աստծո պատվիրանները մեզանից հեռացնում ենք։ У нас в России есть свои предания. Մեր Ռուսաստանը մենք մեր բաներն ունենք։ У вас есть свои. Ուղղվածությունները, սա պրիդանին ավելի ճիշտ ուղղվածությունները։ Ահա, ձեր մոդել կա ձեր ուղղվածությունները, ազգային սովորությունները։ Мы сейчас почитаем книгу от Марка, 7 глава. Մարկոս ավետարանի 7-րդ գլուխը պիտի կարդանք, Чтобы сократить время, որպեսզի ժամանակը я на память կարճացնեմ, ես ձեզ կասեմ, первые стихи. առաջի խոսքը կասենք 7 глава, Все, пока остановились. хорошо։ Там произошел конфликтный случай между Иисусом и книжниками и фарисеями. Այստեղ մի հատ դեպք տեղի ունեցավ Հիսուսի եւ փարիսեցիների եւ օրենգետնականների հետ։ Они пришли Նրանք եկան и говорят Иисусу: եւ ասեցին Հիսուսին. почему твои ученики неумытыми руками кушают хлеб? Ինչու քո աշակերտները անլվա ձեռքերով հաց են ուտում։ Иисуса вообще это интересовало. Հիսուսին դա ընդհանրապես չէր հետաքրքրում։ Это интересовало местных. Դա հետաքրքրում էր փարիսեցիներին եւ օրենագետներին։ Оказывается, в Израиле в то время привнесли 500-600 человеческих преданий, правил, Բանից սպասում է այդ ժամանակ Իսրայելում 500-600 մարդկային պատվիրաններ ու օրենքներ էր դրված, для того, чтобы управлять людьми. որպեսզի մարդկանց ղեկավարեն։ Эти предания были направлены на то, чтобы люди не поклонялись Слову Божьему. Այդ պատվիրանները նրա համար են, որպեսզի մարդիկ Աստծո խոսքին չխոնարհվեն, չերկրպագեն։ Это самое опасное, что делали книжники и фарисеи. Դա ամենավտանգավորն էր, ինչ որ արել են փարիսեցիներն ու օրենսգետները, Чтобы управлять народом, որպեսզի ղեկավարեն ժողովրդին, нужны правила не библейские. նրանց պետք էր պատվիրաններ ոչ աստվածաշնչյան։ Сразу хочу предупредить вас и разочаровать. Եվ միանգամից ուզում եմ զգուշացնել ձեզ եւ հիասթափեցնել։ Братья и сестры, Եղբայրներ, քույրեր, так как вы видите друг друга, երբ որ դուք մեկը տեսնում եք, себя в зеркале, ձեզ տեսնում եք քայլու մեջ, внешность свою, ձեր արտաքինը, вы прекрасно выглядите. դուք շատ գեղեցիկ եք У вас երևում, хорошая одежда. շատ լավ հագուստ ունեք։ Вообще все святые. Ընդհանրապես բոլորը սուրբ են, Но хочу разочаровать в том, բայց ուզում եմ հիասթափեցնեմ что նրանում, все, что мы видим, это живет до кладбища. այն ինչ որ մենք տեսնում ենք, այդ ամենը ապրում է մեր մեջ մինչև գերեզմաններ։ Не обольщайтесь, вы в небе никогда не будете внешне. Երկնքում այդպիսի արտաքինով դուք երբեք չեք լինելու։ Написано, что плоть и кровь Царства Божия не наследуют. Գրված է, որ արյունը եւ մարմինը երկնքի թակավորություն չեն ժառանգելու։ И я хочу предупредить, аккуратно развивайте свой быт
Ես ուզում եմ զգուշացնել, որ շատ կոնկրետ ձեր կերպը, ապրելակերպը զարգացնեք, Комфортная жизнь очень опасна. այդ կոմֆորտ կյանքը շատ վտանգավոր է։ У нас Украина рядом. Ուկրաինը մեզ մոտիկ է։ Мы едем туда кормить, Մենք գնում ենք այնտեղ օգնում ենք կերակրել։ благовествовать. Ավետարան ենք քարոզում։ Многие были очень богаты. Շատերը շատ հարուստ էին Ուկրաինա։ Миллионы и миллиарды вложили в недвижимость, в магазины и в быт. Միլիոններ, միլիարդներ էին դրել անշարժ գույքի մեջ, խանութներ, տարբեր գործեր էին ունեն։ Все горит, все разрушает. Բոլորը այրվել է, բոլորը վառվել է։ Все бегут. Բոլորը փախնում են այնտեղից։ Как у нас в Карабахе։ Вы тоже пережили свое время. Дорогие мои, вопрос стоит. Հարցը կայանում է նրանում Мы թանկագիններ։ вкладываемся в плоть или в дух? Մենք մարմնի մեջ ենք դրվում, մերնացը, թե հոգու մեջ ենք ավելանում։ Я с братом Амиконом очень часто ездил по разным городам. Ես մամիկոն եղբոր հետ շատ հաճախ տարբեր քաղաքներ այցելել եմ։ 3 года назад мы оказались в Арратской долине. 3 տարի առաջ մենք Արարատյան դաշտավայրում էինք։ Я находился примерно столько же было людей в церкви. Մոտարապես քան մարդ կլեր այդ եկեղեցին որտեղ էինք։ Я примерно говорил на эту тему. Ես նույնպես մոտարապես այս նյութի մասին էսպես նյութի մասն եմ խոսում։ Я совершенно не ожидал. Ես ընդհանրապես չէի սպասում, Там такая же кафедра, но она была из камня. որոնտեղ քարից ամբիոներ, Я за нее держался физически. ես ֆիզիկապես նրանից բռնվել էի։ Я увидел, что когда я говорил на эту тему, на меня двинулся дух такого уровня, что я не растерялся даже. Երբ որ ես խոսում եմ այդ մասին, տեսնում եմ, որ ինձ դեմ գալիս է այն հոգին, զորավոր, որ ես ընդհանրապես չայլայլվեցի։ Я повернул голову и смотрел, сколько метров до стены. Ես շրջվեցի ու հետ նայեմ, թե մինչև պատը քանի մետր է։ Я приготовился, что вот это действие меня сейчас разобьет об стену. Ես մտածում եմ, որ այդ զորությունը ինձ էսա պատովը կխփի։ И я тогда задумался, оказывается, что за преданиями стоит некий дух. Ես ժամանակ մտածեցի, որ այդ պատվիրանի հետևից կայնած է ուրիշ ոգի։ Есть прекрасное у вас предание. Շատ լավ պատվիրաններ ունենք։ Вы накрываете прекрасно стол. Դուք շատ լավ սեղան եք բացում։ У вас не отнять это. Եվ դա ձեզանից չի վերցնվի։ И многое другое. Եվ շատ բաներ։ И мы понимаем, почему у Иисуса был конфликт. Եվ մենք հասկանում ենք, թե ինչու Հիսուս ունեցավ կոնֆլիկտ։ Мы видим, что постановление и предание, Մենք տեսնում ենք, որ այդ պատվիրանները դրվածքը, они противоречат заповеди Иисуса. որոնք հակառակում են Հիսուս Քրիստոսի պատվիրաններին։ И сегодня многие христиане также живут и исполняют предание, Եվ այսօր շատ քրիստոնյաներ ապրում են եւ այդ պատվիրանները պահում են, а Слово Божие в пренебрежение. բայց Աստծո խոսքի վրա ուշադրություն չեն դարձնում, չեն պահում։ Почему сегодня мы, приходя в церковь, занимаемся судами? Ինչու համար այսօր, երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, զբաղվում ենք դատելով։ Написано: «Итак, неизвинителен всякий человек, судящий другого». Գրված է, որ ամեն մեկ մեկին որ դատում է, Господь нам не разрешает это делать, Աստված մեզ թույլ չի տալիս, որ մենք մեկս մեկու դատենք, но мы делаем. բայց մենք անում ենք։ Давайте посмотрим, в 7 главе 6 стих говорит: Մարկոս ավետարան 7-րդ գլուխ 6 համարն ասում է. Նա էլ պատասխանեց եւ ասեց դրանց. Եթե թե Եսային լավ մարգարեացավ ձեզ կեղծավորներիդ վրա, ինչպես գրված է, այս ժողովուրդը շրթունքներով է պատվում ինձ, իսկ նրանց սիրտը ինձանից հեռացած ջոկված է։ Правда интересно? Это не про... Իհարկե հետաքրքիր է։ Я думаю, что это не про нас сегодня. Ես мտածում եմ, սա մեր մասին չի այսօր։ Че? Չէ՞, մեր մասին է թե չէ։ Говорит, скажи, да, да. Про нас. Это вы должны себе сказать. Դա դուք պետք է ամեն մեկը ձեզ ասեք։ Друзья мои, я не хочу, чтобы мы продолжали после этого служения устами говорить
обманывать Бога. Ես չեմ ուզում, որ այս ծառայությունից հետո բարեկամներ մենք շուրթերով խոսենք եւ Աստծուն խափենք, А сердце наше в плоти. բայց մեր սիրտը մարմնի մեջ է։ Сам Христос выступает против религиозной системы, Հիսուս Քրիստոսը ինքը կրոնական համակարգին դեմ է, которая ставит нормы и правила выше нужд человека. որոնք որ նորմեր ու պատվիրաններ են дնում մարդու կարիքներից վեր, կարողությունից բարձր։ Заповедь Божия гласила, Աստծո պատվիրանը խոսում է, ասում է, что выше всего որ ամենից վեր требование любви. պատվիրանն է սիրու պահանջն է։ А заповедь законников Իսկ օրինականների պատվերը говорила, ասում է, превыше всего требования норм и правил. ամենից բարձր դա պահանջներն ու պատվիրաններն է։ 7 стих. 7-րդ խոսքը։ Եվ զուր տեղն են պաշտում ինձ, սովորեցնելով այնպիսի վարդապետություններ, որ մարդկանց պատվիրաններ են։ Мы видим, здесь говорится, что впустую чтут меня. Ստեղ տեսնում ենք, որ ասում է անտեղ են ինձ պաշտում, փուչ, Нет уважения. հարգանք չկա։ Уча заповедям человеческим. Մարդկային ավանդույթներ են սովորեցնում։ Если быть честными, у нас так много заповедей человеческих, Եթե անկեղծ լինենք, մենք ինչքան մարդկային պատվիրաններ ունենք, которые противоречат написанному Евангелию. որը որ հակառակում է ավետարանին գրված խոսքերին։ 8 стих. 8-րդ խոսքը, որտեղ Աստծո պատվիրանքը թողած սպահում են մարդկանց ավանդույթները, անոթների եւ ամանների լվացումներ եւ սրանց նման ուրիշ էլ շատ բաներ է կանում։ Мы видим здесь, что мы можем оставить заповедь Божью и держаться предания человеческого. Մենք տեսնում ենք այստեղ, որ կարող ենք Աստծո պատվիրանը թողնել եւ մարդկանց պատվիրաններից բռնել։ 9 стих. 9-րդ խոսքը, եւ նրանց ասեց. լավ է կանարգում Աստծո պատվիրանքը, որ ձեր ավանդությունները պինդ պահեք։ Братья и сестры, Եղբայրներ, քույրեր, имеем ли мы право отменять заповедь Божию, արդյոք մենք իրավունք ունենք, որ Աստծո պատվիրանները փոխենք, чтобы свое измышление поставить выше որ Божьего? մեր մտածմունքները Աստծո խոսքից բարձր դնենք։ Мы сейчас только говорили в церкви. Մենք այնտեղ նոր եկեղեցում խոսում էինք, Книжники и фарисеи нашли женщину, взятую в прелюбодеянии. օրինականներն ու փարիսեցիները մի հատ կնոջ գտան, որը որ ամբարոյության մեջ բռնվել էր, Они подошли к Иисусу и говорят, нам Моисей разрешил таких лишать жизни. մոտեցան Տեր Հիսուսին եւ ասեցին. Մովսեսը մեզ իրավունք է տվել, որ այսպիսիների կյանքը վերցնենք սրանց։ Они пытались даже Иисуса обвинить. Նրանք փորձում էին նույնիսկ Հիսուսին մեղադրել։ Он долго молчал Տերը երկար լռում էր и отвечает. եւ պատասխանեց. У вас все хорошо, Ձեր մոտ ամեն բան լավ է, у вас нет грехов, դուք մեղքեր չունեք, бросайте. շփրտեք քարը։ Совесть заработала. Խշմտանքը սկսեց աշխատել։ Камни выпали, Քարերը ընկան ներքև։ они ушли. Նրանք հեռացան։ Иисус обращается к женщине. Հիսուսը դարձավ կնոջը, Это самое уникальное, что Бог доказал в этот момент. դա շատ ունիկալ էր, որ Աստված ցույց տվեց այդ ժամանակ։ Женщина, где твои обвинители? Կնոջը հարցրեց. Կին, ուր են քեզ մեղադրողները։ Че? Չէ, նետու։ Иди. Գնա։ Я тебя не осуждаю. Ես էլ քեզ չեմ դատում, գնա։ Сколько любви. Ինչքան սեր։ Она родилась на Голгофе. Այդ սերը ծնվել է Գողգոթայից։ Она сегодня звучит к тебе, брат и сестра. Այսօր այդ սերը, այդ ձայնը քեզ ասում, եղբայրս ու քուրս։ Господь наперед столько дал времени. Աստված քեզ ինչքան ժամանակ է տվել։ Он знал, что ты будешь правду искать, Նա գիտեր, որ դու պետք է ճշմարտությունը փնտրես, справедливость. արդարություն փնտրես։ Он знал, что ты будешь много раз согрешать. Նա գիտեր, որ շատ անգամ պետք է մեղանչենք։ Эта же самая любовь сегодня говорит тебе, что Он тебя любит. Եվ այդ սերը այսօր ասում է քեզ, որ ինքը քեզ սիրում է։ И это отпущенное время, чтобы ты исправился. Եվ սա շատ լավ ժամանակ է, որ ես կարողանամ, դու կարողանաս շտկվել։ Итак, мы уже видим в данный момент Եվ մենք այդ տեսնում ենք հենց այդ ժամանակ разница между служением книжников и фарисеев. տարբերությունը փարիսեցիների օրինականների ծառայության մեջ И служение Иисуса Христа. եւ Հիսուս Քրիստոսի ծառայությունը։ Аминь. Ամեն։ По какой причине ты приходишь в церковь? Ինչ պատճառի համար ես դու գալիս եկեղեցի։ Тебя кто-то заставил? Ինչ որ մեկը քեզ ստիպել է, որ գաս У вас եկեղեցի։ служители палками не загоняют сюда?
Ձեր ծառայողները փայտով ձեր չեն քշում, բերեմ ստեղ։ Слава Иисусу за Его любовь. Փառք Հիսուս Քրիստոսին իր սիրո համար։ А мы ее применяем, Իսկ մենք այդ սերը ընդունում ենք, а мы ей живем, իսկ մենք այդ սիրով ապրում ենք, а наш дух сокрушен. մեր հոգիները կոտրված են, Мы разрешаем Богу, чтобы было отцовское и материнское сердце. մենք թույլ ենք տալի, որ Աստված տա մեզ հայրական, մայրական սիրտ։ Я вчера шел по Еревану, поздно. Ես երեք 8 ժամին Երևանում քայլում էի, Одна женщина сидела, просила подаяние. մի հատ կին նստած էր ողորմություն էր Я խնդրում։ не понимаю, о чем она говорит. Ես չէի իսկանում, թե նա Мы ինչ էր проходим ասում։ мимо, она в спину Մենք կողքով անցնում էինք, кричит. նա մեր հետևից գոչում է։ Я брата спрашиваю, она нас проклинает? Ես եղբորն ասի, նա մեզ անեցում է։ Если ты сегодня попал в горькую, сложную ситуацию, Եթե դու այսօր ծանր դրության մեջ ես ընկել, тебе родственники причинили много боли. քու բարեկամները շատ ցավ են քեզ պատճառը։ Кто-то у тебя что-то взял и не вернул. Ինչ որ մեկը ինչ որ բան քեզանից վերակալ է ու քեզ չի տալիս, չի վերադարձնում։ Несправедливо к тебе отнеслись. Քու հանդեպ անորին անտարբեր անորեն գործողություն են արել։ Может быть, тоже ты огорчился и стал проклинать. Միգուցե դու էլ ես նեղվել ու սկսել այդ կնգա նման անիծել։ Господь говорит, благословляйте, Աստված ասում է մեկ ու ибо вы օրհնեք, к тому призваны, որտեվ дուք դրա համար կանչված եք, чтобы наследовать благословение. որպեսզի օրհնություն ժառանգեք։ И нам нужно покаяться. Եվ մենք պետք է ապաշխարենք, Кто сегодня в горечи не принимает Слово Божье. որսոր դառնության մեջ է, որ Աստծո խոսքը չի ընդունել։ Первая книга Иакова, 1 глава, Հակոբոսի առաջի գլուխ 2 стих. երկրորդ խոսք. С великой радостью принимайте, братья, Մեծ ուրախությամբ ընդունեցեք եղբայրներ, сестры тоже, քույրերը нույնպես։ когда впадаете в различные Երբ искушения. որ տարբեր փորձությունների մեջ կընկնեք։ И 12 стих отвечает: Եվ 12 համարը պատասխանում է Հակոբոսի առաջի блажен գլուխին։ человек, который переносит искушение, Երանելի է այն մարդը, որ փորձությանը կհամբերի, быв испытан, կփորձված կլինի, он получит венец. նա փառած պսակ պիտի առնի։ Если ты не позволяешь Богу причинять тебе боль, Եթե դու թույլ չես տալի, որ Աստված քեզ ցավ պատճառի, это единственное лекарство, դա միակ դեղամիջոցն է, которое меняет жизнь человека. որ մարդու կյանքը փոխում է։ Больше ничего не меняет. Ուրիշ ոչ մի բան մարդու кյանքը չի փոխում։ Я однажды стоял на молитве Ես մի անգամ աղոթքի կանգնած и էի, говорил: Господи, мне так больно. եւ ասում էի, Տեր Աստված, այնքան ցավ ունեմ ես։ Дух Святой заговорил с моим духом. Սուրբ ոգին իմ հոգու հետ Он говорит: խոսեց։ сын мой, Ասեց իմ որդիս, это я послал этих людей в твою жизнь. այդ մարդկանց ես եմ ուղարկել քո կյանքի Они մեջ։ тебе причинили много боли. Նրանք քեզ շատ ցավ են պատճառել։ Они забрали много здоровья. Նրանք շատ առողջություն են քեզանից վերցրել։ Это я твоих родственников послал, чтобы они причиняли тебе боль. Ես եմ այդ մարդկանց բարեկամներին ուղարկել, որ քեզ ցավ պատճառեն։ И я хочу изменить тебя, Ես ուզում եմ քեզ փոխեմ, ибо я тебя готовлю для себя. եւ քեզ համար, քեզ պատրաստում եմ ինձ համար պսակ։ Аллилуйя, Иисус. Հալելույա Իսուս։ А мы боимся, когда больно. Բայց մենք վախում ենք, երբ որ մեզ ցավալի է։ Не защищайтесь. Մի պաշտպանվեք։ Прекратите себя жалеть. Հերիքա դուք ձեզ И Иисус хочет Цап тебя бай. приготовить для неба. Հիսուսն ուզում է քեզ պատրաստի երկնքի համար։ А ты сегодня думаешь, тебя обидеть нельзя. Իսկ դու այսօր մտածում ես, որ քեզ нեղացնել չի կարելի։ К моей жене однажды приходили молодые сестры, спрашивали: как ты можешь справляться с такой семьей? Մի անգամ երիտասարդ քուրեր եկան ինձ հարցին, դու այդ մեծ ընտանիքի հետ ո՞նց ես կարող ղեկավարես դրանց։ Она говорила: поменьше себя жалейте. Նա ասավ, քիչ քեզ խղճա, քիչ քեզ։ Еще чуть-чуть. Մի քիչ էլ։ Что есть Царство Божие? Что это? Царство Божие, что такое? Երկնքի թակավորությունը ինչ է։ Мы туда хотим? Մենք ուզում ենք երկնային թակավորություն։ Это единственная организация, которая любит грешников. Больше в мире нигде нету ни одной организации, где бы любили грешников. Դա միակ կազմակերպությունն է, որ մեղավորներին սիրում աշխարհում ոչ մի այդպիսի տեղ չկա, որ մեղավորներին սիրեն։ Мы пришли не на богослужение. Մենք չենք եկել Աստծո ծառայության։ Мы пришли получать знания, чтобы заниматься богослужением, выходя на улицу. Մենք եկել ենք, որ գիտություն ստանանք, որ երբ որ այստեղից դուրս գնանք, կարողանանք Տիրոջը ծառայել։ Сотни людей Հարյուրավոր закрывают, մարդիկ դրսեմ умирают, մեռնում են հարյուրավոր а մարդիկ։ мы им не говорим о спасении. Բայց մենք նրանց փրկության մասին չենք խոսում։ Кто запретил церкви благовествовать? Ով է եկեղեցում արգելել վկայելու։
Личное благовестие не запрещено никому. Ոչ մեկին արգելված չի անձնապես վկայել մարդկանց։ Это ложь дьявола. Այդ սատանայի խապկանքն է։ Ведь тебе кто-то благовествовал. Ինչ որ մեկը քեզ վկայել է Ты Այսուսի մասին։ сегодня в церкви. Դու այսօր եկեղեցու մեջ ես։ Почему ты другим молчишь? Բայց ինչի դու ուրիշների համար լռում ես, ուրիշներին չես վկայում։ Ամեն։ Праведность. Արդարությունը, Царство Божие, праведность, мир и радость во Святом Духе. երկնքի թակավորությունը, արդարություն ու ցնծություն է Սուրբ Հոգով։ Я знаю, что многие из вас давно уже не плакали перед Богом от радости. Ես ձեզ գիտեմ ձեզանից շատերը Աստծո առաջ ուրախությունից Но չեն էլ լացել, бремя мирского мышления просто захлестывает нас. որովհետև մարդկային մտածելակերպը մեզ փակում է։ Прекратите расстраиваться. Հերիք է տրամադրություններ հետ գցեք։ Мы ничего с собой не заберем. Մենք մեզ հետ ոչինչ չենք տանելու։ Мы должны довольствоваться, чем Бог нас благословил. Аминь. Մենք պետք է գոհանանք ամեն բանի մեջ, ինչ որ Աստված մեզ օրհնել է։ Ամեն։ Если сегодня с Богом есть мир, Եթե այսօր Աստծո հետ մենք ունենք խաղաղություն, если с семьей и с церковью у вас в мире все, եթե ընտանիքի մեջ, եկեղեցու մեջ դու խաղաղություն ունես, а если сегодня здесь хоть один человек находится, и он не простил хоть одному человеку, եթե այստեղ այսօր մի մարդ կա, որ թեկուզ մի հոգու ինքը չի կարեցեների, на балконе вас тоже касается. բալկոնում այդ երկրորդ հարգամ ձեզ էլ է դա վերաբերում։ Вы Երեք на մարգարեությունը։ 3 метра выше к Богу, чем здесь. Դուք 3 մետր բարձր եք մոտիկ ասում, քան թե այս ցածի ժողովուրդը։ Дорогие мои, если Հանգագին իմ у кого-то բարեկամներ։ нету мира с родственниками или со знакомыми, Եթե ինչ որ մեկը խաղաղություն չունի բարեկամների հետ, մտերիմների հետ, ծանոթների հետ, вопрос спасения остановлен. փրկության հարցը կանգնած է։ Если мы не прощаем, Եթե մենք չենք ներում, нам Нет. нет прощения. մենք էլ փրկություն չունենք։ Мы сейчас только говорили в той церкви, в молитве «Отче наш» есть одно место. Մենք անգարի եկեղեցում հայր մեր մեջ այսպիսի մի հատված կա։ Խոսում ենք, Прости долги наши, ների մեր պարտքերը, как и мы не прощаем должникам ինչպես нашим. էլ մենք ներում ենք մեզ պարտապաններին։ Я не так сказал? Ես այդպես չասեցի, Я это сказал для тех, кто так живет, ես ասեցի դա նրանց համար, ովքեր այդպես ապրում են, не прощает, չներելով, а Богу излагает: Господи, я прощаю, ты меня прости. չներելով ասում են Տեր, ես ներեմ եմ, դու էլ ինձ ների։ Я боюсь, что это ложь. Ես մտածում եմ, որ վախում եմ, որ դա սուտ է։ Вы себя не любите в этот момент. Դուք այդ ժամանակ դուք ձեզ չեք սիրում։ Вы заражаетесь болью к тому, кто вас обидел. Դուք жаражат, че. Болеете. Не болеет, это жаразаз, хороший слово сейчас армянский думаю. Դուք վարակում եք նրանց, ովքեր որ ումքը չեք արում ներեք։ Нам нужно перед Богом встать в состояние свободы. Մենք պետք է Աստծո առաջ լինենք հոգով ազատ վիճակի Пусть մեջ։ кто вас обидел, он разбирается перед Богом. Ով որ քեզ նեղացրել է, թող ինքը Աստծո առաջ իր հարցերը Вы լուծի։ ложитесь спать и просыпаетесь, а он перед вами с болью. Դուք բարկում եք քնելու վերեք կենեմ ու նա ձեր արջև ցավով է։ Помолитесь и простите этого человека. Ներեք ու այդ մարդին աղոթեք ու ներեք այդ մարդին։ Себе подарите свободу. Ձեզ ազատություն ապարգևեք։ У вас высыхают кости. Ձեր ոսկորները չորանում է։ У вас дух болит. Ձեր հոգին ցավում է։ Мы обманываем Бога в молитве. Մենք աղոթքի մեջ ասուն խափում ենք։ А мы говорим, что Царство Божие, праведность и мир. Բայց մենք ասում ենք, որ Աստծո թակավորությունը արդարություն ու խաղաղություն է։ Если возможно с нашей стороны, мы должны быть в мире со всеми людьми. Ինչքան մենք հնարավորություն ունենք, մենք պետք է բոլորի հետ խաղաղություն ունենանք։ Я сегодня не пришел к вам огорчать вас. Եթե դա չի եկե ձեզ, ուրեմն ձեզ կվշտացնի։ Вы можете мне сказать, что ты русский, ты не все понимаешь, как нам нужно жить. Դու կարող ասես, դու ռուս ես, դու չես հասկանում, որ մենք ոնց պետք է ապրենք։ Я хочу, чтобы вы в Духе Святом радовались. Ես ուզում եմ, որ դուք Սուրբ Հոգու մեջ ուրախանաք, Սուրբ Հոգով։ Я в эти дни в Ереване очень много пролил слез от Божьего присутствия. Ես Երևանում այս օրերի մեջ շատ արդյունքներ եմ թափել Տիրոջ ներկայության մեջ։ Мне не стыдно говорить эти темы. Ինձ համար ամոթ չի այս նյութի մասին խոսելը։ У меня нет людей, Ես չունեմ մարդիկ։ кому бы я не простил. Չկա իմ կյանքի մեջ այնպիսի մարդ, որ ես հանկարծ մեկին ներած չլինեմ։
Если ты любишь, ты можешь прощать. Եթե դու սիրում ես, դու կարող ես ներել։ Если нет Божьего присутствия, Եթե Աստծո ներկայությունը չկա, ты никогда не будешь прощать. դու կյանքում չես կարող ներել։ Сильные люди прощают, Ուժեղ մարդիկ են ներում, слабые че. թույլերը ոչ։ Я своей жене задал вопрос. Ես ուզում եմ մի հատ հարց տամ։ Я знаю, как за жен говорим, так сразу перевод другой. Он это еще в лагере Я уже делал. пастарел, все. На старость не сваливай. Простите, Больные простите. сахарный диабет всегда сваливают то, что у них нервная Нет, система я взрывная. виноват, я Видите, виноват. какое сердце? Он и каяться может. Да. Слава Богу. Да не переживай. Да. И я говорю, Таня, Ես իմ կնոջն ասում եմ, Տանյա, вот мне в Евангелии написано, как относиться к жене. ինձ համար ավետարանում գրած է, թե ինչպես կնոջս հետ վերաբերվեմ։ Я должен ее любить Ես պետք է նրան սիրեմ и приносить Божье присутствие, потому что Христос глава եւ Աստծո ներկայությունը վայելել, отцов и мужчин. որտեղ Քրիստոսը գլուխն է մարդու եւ կնոջ։ Братья, я не знаю, на армянском, может быть, для мужчин не так написано? Կարող է Пусть մարդկանց համար այդպես չի գրած։ Так? У нас написано, что муж голова жены. Не, он должен первый пункт, это второй пункт. Я уже понимаю, сейчас уже выясняем. Друзья мои, я про себя говорю, я не про вас, я про себя говорю. Ես իմ մասին եմ ասում։ И стоит вопрос. Եվ հարց է կանտրված։ Я ей спрашиваю, она говорит, ты исполняешь. Ես կնոջ սարցնում եմ կինս ասում, դու քո պարտականությունը У меня կատարում нет ես։ претензий к тебе. Ես քո հանդեպ մեղադրանք չունեմ։ Тогда я ей говорю, Դրանից հետո ես նրան ասում եմ. прочитай, что тебе Бог говорит. Դե մի կարդա թե Աստված քեզ ինչ ասում։ И постарайся перед Богом Եվ աշխատի Աստծո առջև выразить себя. քեզ ցույց տաս։ У нас прекрасные отношения в браке. Մենք ամուսնական շատ լավ հարաբերություն ունենք։ Все дети и внуки в церкви. Իմ բոլոր երեխաներն ու թոռներս եկեղեցու մեջ են։ Не из-за того, что сегодня мы какие-то особенные. Նրան համար չէ, որ մենք ինչ-որ յուրահատուկ մարդիկ ենք։ Наш Господь, Творец брака. Մեր Աստվածն է ընտանիքի И Он будет ստեղծողը։ благословлять не тогда, когда мы предание ставим выше Евангелия. Եվ նա օրհնում նելով։ Ոչ թե որ մենք պատվիրանը ավետանից բարձր ենք դնում։ Братья, за что меня уважать, Եղբայրներ, ինչի համար ինձ պետք է հարգել։ если я Божьего присутствия не приношу в свой брак? Եթե ես իմ ամուսնական կապը Աստծո ներկայության մեջ չեմ ունում, դա շատ դժվար է։ Давайте сегодня Божье присутствие позволим, чтобы приходило в наш брак. Բերեք թույլ տամ, որ Աստծո ներկայությունը մեր ընտանիքի միության մեջ կա։ Не надо видеть детей наркоманов, преступников. Պետք չի երեխեքին նայել Господь նարկոման руки свои положил. Աստված իրա ձեռքը կդնի։ Он будет разрушать проклятие, которое сегодня пришло, когда мы вели себя неправильно. Նա կքանդի բոլոր անեծքները, որ այն ինչ որ դուք չեք ճիշտ չեք վարվել ձեր կյանքի մեջ, նա կքանդի Աստված այդ ամենը։ Итак, завершаем. Եվ վերջացնելով Матфея 5:20. Մատթեոս Открывать на память. Մատթեոս 5:25-ը հիշելու համար։ Если ваша праведность Եթե ձեր արդարությունը, не превзойдет праведности книжников фарисеев, եթե ձեր արդարությունը դպիրներից ու փարիսեցիներից առավել չլինի, в моем царстве вам делать нечего. իմ թակավորության մեջ դուք բան չունեք անելու։ Теперь понимаем, что за праведностью книжников фарисеев, Մի հասկանում ենք, թե ինչ արդարություն էր օրինականներ ու փարիսեցիներն, законы, правила, օրենքներն ու законы, պատվիրանները, правила. օրենքներ ու պատվերներ, Но Иисус учил любви, բայց Հիսուսը սովորեցրեց սիրու, а закон учил убей. բայց օրենքը սովորացնում էր, որ սպանի, Что убивает буква? ինչը որ սպանում է տառը, Чувство и любовь. զգացմունքը եւ սերը И отношения. եւ հարաբերությունը։ Можно ли жить в браке без чувств? Արդյոք կարող է ամուսնական ընտանիք առանց զգացմունքի ապրել իրար հետ։ Ոչ, нет։ А я видел людей, которым 80, они обнялись и идут. Руки трясутся. Это в России, да? Или здесь? Конечно, в России. Я же здесь не живу. Вы так испугали. Ասում է 80 տարեկան մարդուկ իրեն sense թաթված իրար հետ գնում են ասեմ Ռուսաստան, թե այստեղ ասում Ռուսաստան։ У нас до 80 лет мужчины не живут, поэтому спрашивай. Слово Божие надо исполнять. Да, чтобы дожить.
Нам нужен сейчас живой Иисус. Մեզ պետք է այսօր կենթանի Քրիստոս, Нам ամեն։ нужно сердце отдать Богу. Մեզ պետք է որ մեր սրտերը տանք Տիրոջը, Чтобы Он благословил каждого мужчину, каждую женщину, որ նա каждого ամեն ребенка. տղամարդի, ամեն կնոջ, ամեն երեխու օրհնի։ Короткая молитва.